Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մի շատ կարևոր բանից եմ ուզում խոսել։ Սա թզենին է եւ ինչպես տեսնում եք, արդեն ունի պտուղներ եւ շատ լավ պտուղ, բայց դեռ ժամանակը չի ուտելու, վայելելու։ Բայց ուզում եմ ավելի մի կարևոր բանի մասին այսօր խոսել։ Սիրելիներս, նաեւ տեսնում եք այս փոքրիկ թզենիները, տեսնում եք, որ առաջի հայացքից ընդհանրապես նման էլ չի, բայց սրա ժամանակը սեպտեմբեր ամսին է։ Սիրելիներս, ձեր կյանքի մեջ կան բաներ, որ դեռ հասունացած չեն, ձեր կյանքի մեջ կան պատասխաններ, որ դեռ չունեք, բայց դա չի նշանակում, որ դրանք չի լինելու։ Ամեն բան կատարվում է իր ժամանակին։ Պարզապես պետք է սպասել, ինչպես Դավիթն իր սաղմոսների մեջ ասում, սպասելով սպասեցի Տիրոջը։ Սիրելիներս, սպասեք այն պատասխանին, որ Աստծո սրտի մեջ կա եւ ճիշտ ժամանակին այս թզի նման կհայտնվի ձեր կյանքի մեջ։ Դեռ սրա ժամանակը չի, դեռ կան բաներ, որ ժամանակը չի, բայց մենք ուզում ենք, որ դա լինի։ Եթե հիմա ես այս փոքրիկ, այս աննշան թուզը պոկեմ, սա ոչ մի բանի պետք չի։ Պարզապես կարող ենք նետել, որովհետև ուտելու երբեք հարմար չի։ Սիրելիներս, ես ձեզ կոչ եմ անում համբերատար, սպասեք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, սպասելով սպասեցի Տիրոջը, որ ծրեցավ եւ լսեց իմ աղաղակս։ Տերը լսում է քո աղոթքները, բայց կան ժամանակ, որ այդ ժամանակի մեջ Աստված կարող է իրագործել իր կամքը քո կյանքի մեջ։ Համբերող եղեք, սպասեք, մինչև որ Աստծո փառքը կերևա ձեր կյանքի մեջ։ Եղեք օրհնված Հիսուսի անունով։